Օրերս Հայաստանի կենտրոնական բանկը վերանայեց հիմնական տոկոսադրույքը, այն նվազեցնելով 0.25%-ային կետով։ Ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում 6.5% է։ Հաշվի առնելով հանգամանքը, որ այս տարվա փետրվարից ի վեր սա կենտրոնական բանկի առաջին գործողությունն էր նվազման տեսքով, փորձենք հասկանալ, թե ինչի մասին կարող է վկայել նման գործողությունը կենտրոնական բանկի։ Հենց ինքը կենտրոնական բանկը դա հիմնավորում է երկու հնարավոր սցենարների հավասարակշռմամբ։ Մի սցենարի համաձայն Հայաստանում ավելցուկային պահանջարկ կլինի հետևաբար գնաճ, երկրորդ սցենարի համաձայն պահանջարկի որոշակի թուլացում։ Այս երկու սցենարների հավասարակշռման արդյունքում կենտրոնական բանկն ընդառաջ է գնում շուկայի սպասումներին եւ նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թեև դա անում է բավական զգուշորեն, այն նվազեցնելով ընդամենը 0.25%-ային կետով, ինչը ենթադրում է, որ այնուամենայնիվ կենտրոնական բանկի կողմից դեռևս գնաճային որոշակի ռիսկեր եւ մտավախություններ կան։ Իդեպ, նման գնահատական հնչեցրել է նաև Եվրասիական զարգացման բանկը։ Որպեսզի փորձենք մի փոքր ավելի հանրամատչելի ներկայացնել, կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմամբ փաստորեն էժանացնում է մեր տնտեսությունում ֆինանսական ռեսուրսների գները, փողի գինը որոշակիորեն էժանանում է, ինչը ենթադրում է դրա հասանելիություն այդ թվում բիզնես սուբյեկտների համար, որը նաև իր հերթին ենթադրում է որոշակի աշխուժություն եւ հակառակ գործընթացը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բնականաբար հակառակ էֆեկտն է ունենում։ Մյուս հանգամանքը դա սպառողական գների ինդեքսն է։ Տևական ժամանակ սպառողական գների միջինացված ցուցանիշը, խոսքը առանձին ապրանքատեսակների կարևոր առաջնային նշանակության ապրանքատեսակներին չի վերաբերում, այլ միջինացված ցուցանիշը ըստ էության թիրախի սահմաններում է, ինչն էլ կենտրոնական բանկին տվել է հնարավորություն նորից կրկնենք, թեկուզ զգուշավոր, բայց նվազեցնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բայց այստեղ առաջանում է հարցադրում. արդյոք մեր երկրում գնաճը հաղթահարված է։ Խոսքը միջինացված ինդեքսին չի վերաբերում, այլ առաջին անհրաժեշտության ապրանք ծառայություններին։ Պատասխանը միանշանակ է. գնաճը հաղթահարված չէ։ Եվ հետևաբար այստեղ առաջանում է հարցադրում, իսկ այդ դեպքում ավելի առնվազն սպասելի չէր լինի, որ կենտրոնական բանկը նորից թողներ անփոփոխ վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հենց այստեղ կարծում ենք տեղին է հիշեցնել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բացի կենտրոնական բանկի կողմից գների կառավարման գործիք լինելուց, նաև որոշակիորեն կապի մեջ է տնտեսական աճի, տնտեսական աշխուժության հետ, մասնավորապես հակադարձ համեմատական է։ Որքան բարձր է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նշեցինք, այդքան ուրեմն թանկ են ֆինանսական միջոցները տնտեսության համար, հետևաբար բիզնեսի համար այդ միջոցները հասանելի չեն, դրանից ենթադրվում է, որ պահանջարկի որոշակի թուլացում է լինում եւ կառավարվում է գնաճը, այսինքն գնաճը որոշակիորեն զսպվում է։ Հակառակ գործընթացը հակառակի մասին է վկայում։ Եվ այս պարագայում փաստացի առաջանում է հարցադրում, որ իսկ գուցե կենտրոնական բանկի կողմից սա գործողություն է որոշակիորեն խթանելու տնտեսական աճը։ Այս իրավիճակում տրամաբանական է մեկ այլ հարցադրում, իսկ ո՞րն է կենտրոնական բանկի մտահոգությունը, չէ՞ որ մենք առանց այն էլ ունենք բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ մեր տնտեսական աճը այսօր խարսխված է հիմնականում շինարարության եւ ծառայության ոլորտների աճերի վրա, ոլորտներ, որոնք գտնվում են ժամանակավոր ազդեցությունների ներքո։ Իդեպ, նույն կենտրոնական բանկի գնահատականը մեր տնտեսական աճի վերաբերյալ նույնն է, այսինքն կառուցվածքային եւ ժամանակավոր գործոնների ազդեցությամբ ձևավորված տնտեսական աճ։ Եվ չի բացառվում, որ կենտրոնական բանկի կողմից այսօրվա նվազեցումը այն պարագայում, երբ գնաճի խնդիրը որևէ կերպ հաղթահարված համարել դժվար է, պարզապես միտված է այսօրվա անկայուն տնտեսական աճի համար ապագայում որոշակի երաշխիքներ ձևավորելը։